Սեպտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օրն է։ Լրագրողների հետ հանդիպմանը սթրեսի եւ ցավի կառավարման կենտրոնի ղեկավար հոգեբան Սոնա Հարությունյանը նախ վիճակագրական որոշակի տվյալներով է ընդհանրացնում օրվա նշանակությունը։ Ցավի տարածվածության վերաբերյալ վիճակագրական ասպեկտը խոսում է այն մասին, որ ավելի շատ տարածված են մեջքի ցավերը, գլխացավերը, քաղցկեղային ցավերը եւ հոդացավերը։ Վերջին 15 տարվա ընթացքում Սոնա Հարությունյանի ուշադրություն է դարձվում ցավի եւ հոգեբանական գործոնների միջև կապին։ Դեղորայքային միջամտությունը ցավի բուժման համար դեռ լուծում չէ, եթե բացակայում է հոգեբանական աջակցությունը, ասում է մասնագետը։ Վերջինի համոզմամբ ցավը հասկանալու եւ հաղթահարելու համար տարբեր մասնագետներ պետք է համագործակցեն, այլ կերպ ասած ցավի բուժումը միակողմանի հնարավոր չէ, նշում է բանախոսը։ Մեծամասամբ հասարակության մեջ տարածված է այն տեսակետը, որ ցավը ավելի շատ ֆիզիկական եւ մարմնական գանգատ է եւ հետեւաբար այն պայմանավորված է միայն բժշկական ասպեկտով, այսինքն պետք է ապահովել միայն բժշկական մոտեցում ցավից ազատվելու համար, սակայն ժամանակակից մոտեցումը վկայում է այն մասին, որ հոգեբանական գործոնները, օրինակ քրոնիկական սթրեսը շատ ավելի մեծ եւ ռիսկային դեր է խաղում ցավերի առաջացման գործում։ Իդեպ Հայաստանում այս տարվա սեպտեմբերից գործում է սթրեսի եւ ցավի կառավարման կենտրոն։